Արցախից բռնի տեղահանված անձանց համար այս պահին գործում են աջակցության մի շարք ծրագրեր։ Որոշակի փոփոխություններով շարունակվում է կեցության եւ այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության միջոցառումը։ Այն ապրիլի 1-ից ուղղված է առանձին խմբերի անձանց։ Այդ անձինք են առաջին-երկրորդ խմբի հաշմանդամները, անչափահասները, 63 տարին լրացած անձինք, կերակրողը կորցնելու դեպքում նպաստական կենսաթոշակ ստացող անձինք եւ 18 տարին լրացած, սակայն դեռևս պարտադիր կրթության դաշտում գտնվող անձինք։ Այս միջոցառման շրջանակում հունվարից մինչև մարտը ներառյալ յուրաքանչյուր անձի համար կառավարությունը տրամադրել է 50,000 դրամ, ապրիլից հունիս ամիսը ներառյալ կտրամադրի 40,000 դրամ, իսկ հուլիսից դեկտեմբերը ներառյալ նշված անձին կստանան 30,000 դրամ։ Կառավարության երեկվան նիստում ընդունված նախագծով էլ թիրախային աջակցություն կստանան կարիքավոր արցախցիները։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրում։ Հիմքը այստեղ կարիքն է, աջակցությունը սոցիալական աջակցություն է, նա պետք է լինի հասցեական եւ կարիքավոր, որպես կարիք դիտարկվել է որոշակի եկամուտների շեմը չգերազանցելու հանգամանք։ Քանի որ ապրիլի 1-ից բռնի տեղահանված արցախցիների որոշ խմբեր չեն ստանալու կեցության եւ այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության միջոցառումը, ուստի առաջացել է այս միջոցառման կիրառման անհրաժեշտությունը։ Որոշակի անձինք դեռևս կարիք ունեն դրա աջակցության, օրինակ որոշակի ծախսեր հոգալու, բնակվարձի վճարումները կատարելու համար, եւ այս հանգամանքով պայմանավորված ընդունվել է կառավարության որոշումը, որի հիմքը ցածր եկամուտներ ունեցող անձանց աջակցության տրամադրումն է։ Թիրախային սոցիալական աջակցության տրամադրումն է եւ աջակցության չափը պայմանավորված է լինելու ընտանիքի անդամների թվով։ Արտակ Հարությունյանի խոսքով աջակցության շահառու է համարվելու ոչ թե անձը, այլ կարիքավորի կարգավիճակն ունեցող ընտանիքը։ Եթե ընտանիքն իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չի կարողանում ապահովել 55,000 դրամ եկամուտ, ապա կդիտարկվի շահառու ընտանիք։ Աջակցությունը կտրամադրվի ամսական դրամական աջակցության տեսքով, ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Աջակցության չափն ընտանիքի համար կլինի 40,000 դրամ, որին կգումարվի եւս 10,000 դրամ պայմանավորված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով։ Օրինակով էլ ասել, եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամներից, որոնց հաշվով 55,000 դրամից ավել ընտանիքը եկամուտ չունի, կդիտարկվի շահառու եւ կստանա աջակցություն 40,000 դրամ ընտանիքի համար, գումարած եւս սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, այսինքն 40,000 դրամ գումարած եւս 40,000 դրամ, 80,000 դրամ։ Բնակվարձի կարիք չունենալու հանգամանքով պայմանավորված այս ծրագրից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր մանկատներում, ծերանոցներում եւ պետության հոգացության ներքո գտնվող այլ հաստատություններում են, ինչպես նաեւ այն ընտանիքները, ովքեր պետության աջակցությամբ տեղավորվել են օրինակ սոցիալական բնակարանային ֆոնդում կամ բնակվում են պետության կողմից տրամադրված այլ տարածքներում։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը նույնպես չափորոշիչ է, չգտնվելու դեպքում ընտանիքի տվյալ անդամի համար գումար չի հաշվարկվի, բարձր արտադրության ավտոմեքենայի դեպքում ընտանիքը աջակցություն չի ստանա կամ եթե այդ ավտոմեքենայի համար վճարում են գույքարդ 15,000 դրամից ավելի գումար։ Եվ իհարկե հաշվի առնում որոշակի գույք ունենալու հանգամանքը, այստեղ դիտարկվել է միանձնյա սեփականության դեպքում նույնպես ընտանիքը չօգտվի աջակցությունից կամ եթե ընտանիքի անդամները միևնույն գույքի նկատմամբ ունեն 50%-ից ավել սեփականության իրավունք։ Հարությունյանը նաև կոչ է անում միջոցառմանը դիմելիս ներկայացնել միայն հավաստի տվյալներ, քանի որ հետագայում այդ ամենը ուսումնասիրվելու եւ ստուգվելու է։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։